Կանչը բարձրացրացին անդրադառնալով ես կարող եմ անունով մի հարցի անդրադառնալ, որի լուծումը դատարանը հետաձգել է նախագահությամբ ՀԿԴ 094-01-25 Ես մի բան ասեմ, ներողություն, ես ուզում եմ հարցը քննարկեինք, քանի որ ըստ գործի նյութերի նաև բաղանության ժամկետը չէ անցած այս դեպքով, որպեսզի իրավունքը դուք կարողանայիք իրացնել, ձեր դիրքորոշումը հայտնեիք, նոր մենք անցնենք արդեն մյուս հարցիկը։ Այդպիսի միջնորդություն ունենք, իրականում, եթե դատարանը նախորդ հետաձգված միջնորդությունը չբավարարի եւ գործը առանձին քննի։ Ինչի այս պահին ես ներկայացնել մտածում եմ, որ արդյունավետության առումով ճիշտ չլինի, ինչու որ գործերը կարող են միացնել պատվարժան դատարան կախված ձեր որոշումից ու քննվի մեկ վարույթ։ Հիմա առանձին այս գործի վերաբերյալ այդ դիրքորոշումը հայտնել չի ստացվում։ Ես նկատում եմ վաղեմության ակնհայտ։ Վաղեմության, եթե պատմություն դարձան, եթե խոսքը վերաբերում է վաղեմության, այո, արքի անձնավորությունը բացառական հանգամանքներում է, ես կարող նախագահի անից կարող եմ դիրքորոշում հայտնել, որ մենք առարկում ենք, որ այդ ինքով քրեական հետապնդումը դադարեցին։ Ես ինչ եմ ասում, որտեղ ես նաև ասեմ, գիտեք, որ քրեական դատարանի համապատասխան որոշման կոնտեքստում նաև եթե այս երկու գործերը միացվում են, մեկը վաղեմության ժամկետները անցած են, մյուսը չէ, մի գործի եթե մի գործի սահմաններում ակնվում, արդեն դուք այդ դրվագով վաղեմությունը կարճելու հնարավորությունից դրա մենք իսկ առանձին քննող գործերով դատարանում մենք կշռել ենք ամբողջ առումով թե դատարանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումները եւ գտնում ենք, որ այո, հրաժարվում ենք հնարավորությունից օգտվելուց, որտեղ պարոն նախագահը ինվեստորված արարքը չի կատարել, մենք հասնելու ենք նրան, որ դատարանի դատական ակտով հասնի եւ այդ փաստը մնա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Հասկանալ է ձեր դիրքորոշումը, շնորհակալություն։ Մակինյան այդ դեպքում անգելի կողմեր ես հայտնեմ, որ պարոն Մակինյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին քրեական վարույթները միացնելու վերաբերյալ, այդ միջնորդությունը վերաբերում է եւ սույն քրեական գործին եւ վերաբերյալ մեկ այլ քրեական գործին, որը կանում է մի վարույթում։ Մենք այն քրեական գործով քննարկել ենք, բայց վերջնական եզրանման չենք եկել, քանի որ այս քրեական գործով նույնպես պետք է սարսի քննարկվի եւ նաեւ կողմերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն։ Խնդրեմ պարոն Մակինյան ներկայացրեք միջնորդությունը։ Ուրեմն ես վաստական հանրամոլները բացեմ գործի դատավորական նախապատմությունը։ Պատվարժան դատարան միջնորդության հիմքում դրված է ես գրավոր ներկայացրել եմ քրեական դատավորության օրենսգրքի 10-րդ հոդվածի իրավակարգավորումները, համաձայն որի վարույթում կարող է միացվել նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները։ Ինչպես դատարանը ներկայացրեց, պարոն նախագահը որպես մեղադրանքից եւ նաև պատվարժան դատարանի նախագահությամբ քննվող ՀԿԴ 0094-01-25 համար ունեցող քրեական գործերում։ Թե փաստական հանգամանքները չեն նույնանում, բայց օրենսդիրը հնարավորություն է տալիս կիրառելով քրեական դատավորության օրենսգրքի 10-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի կարգավորումները գործերը միացնել, հաշվի առնելով նաև արդյունավետ քննության եւ հանրապես գործը պարոն նախագահային վերաբերող երկու գործերը արդյունավետ քննելու եւ ողջամիտ ժամկետներում ավարտելու հնարավորությունները խնդրում ենք գործերը միացնել մեկ վարույթ։ Ես գրավոր ներկայացրել եմ, ուստի ամբողջ տեքստը ակտական վերսիոն պատվարժանների անջատեսում։ Ցանկանում եք միջնորդության ծանոթանալ, պարոն Հովհաննիսյան, նույն բովանդակությանը ես կարող եմ տրամադրել ձեզ, եթե ցանկանում եք